2025 թվականի մարտից Սիրանուշ Սահակյանի, Արա Ղազարյանի եւ Արտակ Բեգլարյանի հետ համատեղ սկսեցինք մի նախաձեռնություն, որը ուղղված էր արցախցիների գույքային իրավունքների պաշտպանությանը։ Հիմնականում խոսքը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի դեպքերից հետո, Արցախի հայաթափումից հետո վերջիներիս իրավունքների պաշտպանությանը։ Նախաձեռնությունը հիմնականում զբաղվում էր սկզբնական շրջանում Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական դիմումներ, գանգատներ ներկայացնելով։ Ներկայումս չնայած նաև նախաձեռնությունը ընդլայնել է իր գործունեության շրջանակը եւ անհատական դիմումներ ու գանգատներ են ներկայացվում նաև Մարդու իրավունքների կոմիտե։ Հիմնականում նախաձեռնությունը մի քանի փուլերով էր ընթանում։ Առաջին խմբականակը գանգատների ներկայացվել է 2025 թվականի մարտին եւ մյուս խմբականակը արդեն ամսական կտրվածքով մինչեւ 2026 թվականի հունվար։ Ներկայացվել է ընդհանուր 500-ից ավելի գանգատներ, 1000-ից ավելի դիմումատուների մասով։ Հիմնականում Արցախում թողնված անշարժ եւ շարժական գույքերի մասով, այդ թվում նաև բնակելի տուն, բնակարան, հողամասեր, այդ թվում նաև մեքենաները թողնված Արցախում 2023 թվականի դրությամբ, այլ նաև Հադրութի եւ Շուշիի մասով, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո արդեն իսկ անցան Ադրբեջանի տիրապետության ներքո, այսպես ասած, իսկ գանգատները հիմնականում ներկայացվում են գույքային իրավունքների, ինչպես արդեն նշեցի, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի, ինչը իր մեջ ներառում է տուն հասկացությունը, քանի որ այդ անձինք իրենց ամբողջ կյանքը բնակվելով Արցախում զրկվել են իրենց, այսինքն բնակության վայրից, այսինքն տուն հասկացությունից, էլի։ Հիմնականում գանգատները նաև ներկայացվում են արդեն իսկ քանդված գույքերի մասով, դա վերաբերում է հիմնականում Ստեփանակերտի մի շարք թաղամասերի, այսինքն հին հայկական թաղամասերին, որոնք հիմա քանդվում են։ Նաև ունենք գանգատներ, որոնք ներկայացվում են այն գույքերի մասով, որտեղ արդեն իսկ տվյալներ ունենք, այսինքն համացանցից ինչ-որ տեսագրություններ կամ նկարներով դիմումատուներ նշում են, որ արդեն իսկ իրենց բնակարաններում բնակվում են, կամ էլ մի մասը ինչ-որ վերանորոգումներ է իրականացվում, հիմնականում դա Արցախի Թումանյան փողոցում նոր զինվորական թաղամասում վերածվել է ուսանողական, այսինքն հանրակացարանի, այսպես ասած, որտեղ իսկ վերանորոգում է կատարվել, բայց ներկա պահին արդեն իսկ այնտեղ բնակվում են թե չէ, տեղեկություններ չունենք։ Ինչ վերաբերում է արդեն Մարդու իրավունքների կոմիտեին, գանգատներ հիմնականում ներկայացնում ենք քաղաքացիական զոհերի մասով, 23 թվականի նույն դեպքերի վերաբերյալ, արդեն իսկ ունենք ներկայացված դիմումներ ու ի համեմատություն Եվրոպական դատարանի Մարդու իրավունքների կոմիտեում ընթացակարգերը, այսինքն ժամանակային առումով ավելի արագ են, քան Եվրոպական դատարանինը։ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր գործերը գրանցված են, համարներ են տրվել, նաև դատարանը սահմանել է հատուկ ընթացակարգ, հաշվի առնելով ծավալը գանգատների։ Ներկայումս հիմա աշխատում ենք նաև այդ ուղղությամբ դատարանի բոլոր պահանջները բավարարելու եւ գանգատները ներկայացնելու համար։ Հիմնականում ներկայացում են սեփականությունը հիմնավորող փաստաթղթեր, այսինքն կադաստրի վկայականներ, նաև լուսանկարներ, եթե չունեն, այսինքն սեփականության վկայականներ, հիմնականում փորձում ենք այլ անուղղակի ապացույցներով սեփականության իրավունքը հիմնավորել։ Դա կարող են լինել իրենց լուսանկարները նշված տարածքում կամ կոմունալ ծառայությունների վճարման անդորագրեր, գույքահարկի վճարման անդորագրեր, ինչպես նաև հարևաններից վկայություններ։ Այս չափանիշը նաև սահմանվել է Սարգսյան ընդդեմ Ադրբեջանի գործով, երբ որ նույն, այսինքն վկայություններն են նաև Եվրոպական դատարանի համար ընդունելի համարվել սեփականության իրավունքը հիմնավորելու համար։ Նաև մենք յուրաքանչյուր դիմումատուից հարցազրույցներ ենք անցկացնում, փորձելով ավելի շատ ինֆորմացիա իմանալ իրենց գույքերի մասով կամ թեկուզ իրենց կյանքի մասով։
Նաև արբանյակային նկարները, որը մեզ համար տեղեկատվության հիմնական աղբյուր են, հաշվի առնելով, որ մենք որևէ տեղեկատվություն չունենք, այսինքն գույքերը ինչ վիճակում են գտնվում, փորձում ենք նաև հիմա ճիշտ է ինչ-որ ժամանակային խզում կա արբանյակային նկարի եւ իրական դեպքերի միջեւ, բայց մի մասը քանդված գույքերի արդեն իսկ երևում են, որ քանդված են, էլի, այսինքն մենք այդ հստակ տվյալները վերցնում ենք Google-ի Map-ի կամ Google Earth հավելվածների միջոցով։ Գանգատների մի մասը գույքայինից զատ նաև ինչպես նշեցի, այսինքն անձնական կյանքի հարգման իրավունքին է վերաբերում եւ առանձին նաև վերադարձի իրավունքին են անդրադառնում։ Նաև վերադարձի իրավունքի մասով գանգատները, որ ներկայացնում ենք, դիմումները նույն պահանջներով ներկայացնում ենք նաև մարդու իրավունքների եվրոպական կոմիտե, այսինքն խնդիրը ոչ միայն փոխհատուցման պահանջ ներկայացնելն է, այլ նաև վերադարձի հարցը բարձրացնելն է։ Իհարկե Եվրոպական դատարանի եթե համեմատենք մարդու իրավունքների կոմիտեի վերադարձի իրավունքի այդ մասին շատ նախադեպային իրավունք զարգացած չի Եվրոպական դատարանի, բայց մենք փորձում ենք, այսինքն հիմնավորել նաև այդ իրավունքի խախտումը։ Բարձրացնում ենք առանձին նաև այդ հարցը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմումները ներկայացվում են մի շարք հիմնարար իրավունքների խախտման մասով, գույքայինից զատ, որը, այսինքն մենք բարձրացնում ենք այսպես ասած ոչ միայն փոխհատուցման հարց, այլ նաև վերադարձի իրավունքի մասով առանձին եւ նաև խտրականության իրավունքի մասով կապելով նաև այս գույքային իրավունքների խախտման հետ։ Խտրականությունը ինչ մասով առաջին հերթին, որ խախտումները պայմանավորված են եղել բացառապես անձանց, այսինքն էթնիկ ցակմամբ, իսկ վերադարձի իրավունքն էլ ի համեմատություն Եվրոպական դատարանի այս հարցը նաև բարձրացնում ենք մարդու իրավունքների կոմիտեի ու ՄԱԿ-ի եւ նախադեպային իրավունքը մարդու իրավունքների կոմիտեի ավելի զարգացած է Եվրոպական դատարանում, չնայած շատ նախադեպային, այսինքն որոշումներ, այսպես ասած, այդ իրավունքի խախտման մասով չունենք, բայց մենք մեր բոլոր գանգատներում մինչ այսօր ներկայացրած նաև շարունակում ենք գանգատների ներկայացնել վերադարձի իրավունքը առանձին բարձրացնում ենք։ Նաև նշեմ, որ աշխատանքները նույնպես շարունակվում են, նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը, նույնպես հիմա դիմումներ ենք վերցնում եւ փորձում ենք ավելի շատ գանգատներ ներկայացնել, անհատական կարգով իհարկե, օրական մոտավորապես 4-ից 5 դիմումներ ենք ստանում արցախցիներից, այսինքն աշխատանքները դեռևս շարունակում ենք։